Եթե ձեռքի տակ ունեք ընդամենը 200 գրամ հավի միս, առաջարկում եմ միասին պատրաստենք անչափ համեղ նախաճաշ, որը ձեզանից կխլի ընդամենը 10 րոպե։ Ստացվում է առատ բանջարեղենով, ձգվող պանրով, սպիտակուցներով հարուստ չափազանց համեղ նախաճաշ, որից հրաժարվելը անհնար է, իսկ պատրաստվում է շատ հեշտ տարբերակով։ Բաղադրատոմսի մեջ օգտագործվում է տորտիլյա հաց, որը շատ հանգիստ կարելի է փոխարինել մեր հայկական լավաշով, իսկ միջուկը կարող է լինել ցանկացած։ Մեզ անհրաժեշտ է հավի կամ տավարի աղացած միս, 1 լոլիկ, ցանկացած տեսակի հալվող պանիր, ես օգտագործում եմ 2 տեսակի, մի փոքր փունջ սամիտ և տորտիլյա։ Նախքան տորտիլյան օգտագործելը պետք է թրջենք սառը ջրով, որպեսզի միսը կպչի լոշերից և տապակվելու ընթացքում չառանձնանա։ Թարմության նոտաներ հաղորդելու համար մանր կտրատում ենք մի փոքր փունջ սամիտ, կարելի է վերցնել համեմ կամ ազատ քեղ, բարակ շերտատում ենք նաև 1 լոլիկ։ Որպեսզի ստացվի համեղ նախաճաշ, վերցնում ենք քիչ աղ պարունակող, հալվող ձգվող պանիր, կարելի է վերցնել նաև լոռի։ Հացը թրջելուց հետո վրան դնում ենք աղացած միսը և այսպես ձեռքով համաչափ տարածում ենք, ի դեպ միսը նախապես համեմել պետք չէ։ Կարող եք նույն ձևով պատրաստել և դնել սառցախցիկ և օգտագործել ըստ անհրաժեշտության, շատ հարմար է ունենալ ձեռքի տակ։ Տապակը շատ լավ տաքացնելուց հետո մի փոքր բուսայուղ ենք լցնում և տարածում ենք, սա պարտադիր պայման է, որպեսզի միսը հացից չառանձնանա։ Մսի շերտը դեպի ներքև դնում ենք տորտիլյան, տապակում ենք 5-ից 7 րոպե, կրակը պետք է լինի շատ ցածր, կափարիչով չենք ծածկում, որպեսզի հացավելորդ խոնավություն չկլանի և ստացվի խրխրթան։ Շրջում ենք, համեմում ենք աղով և սև պղպեղով և դնում ենք մեր նախընտրած միջուկը, ես օգտագործում եմ սուլուգունի պանիր, լոլիկ և մի փոքր կանաչի, այստեղ շատ տեղին կլինի նաև հազարի տերևները։ Մյուս երեսից թողնում ենք տապակվի ևս 3-4 րոպե, ծածկում ենք, թողնում ենք պանիրը տեղը տեղին հալվի, այնուհետև կարելի է մատուցել։ Տեսքը գեղեցիկ, ախորժելի, իսկ համը ընտիր, հրաշալի տարբերակ է օրը լավ սկսելու համար։ Նույն եղանակով պատրաստում եմ նաև հաջորդ չափաբաժին, այս անգամ օգտագործում եմ շերտավոր դեղին պանիր։ Այս նախաճաշի շնորհիվ կստանաք սպիտակուցների, ածխաջրերի և վիտամինների հարուստ պաշար։ Ինչպես տեսնում եք, արագ պատրաստվող նախաճաշի հեշտ բաղադրատոմս է, տան անդամները գոհ կմնան, դուք էլ կխնայեք ձեր թանկագին ժամանակը։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով և սնվեք առողջ, առայժմ